Երևանի գլխավոր հատակագիծը թվայնացվել է այս մասին դեկտեմբերի 29-ին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է Երևան նախագիծ փակbaşնետիրական ընկերության տնօրենի պաշտոնակատար Անդրանիկ Սեթոյանը։ Նա մասնավորապես նշել է, որ թվայնացված գլխավոր հատակագծում կարմիր գույնով տարբերակվում են հանրապետական նշանակության հուշարձանները, իսկ կապույտ գույնով տեղական նշանակության հուշարձանները։ Երևանում առկա են 12 պահպանական գոտիներ, նշվել են դրանց անվանումը, դասիչը, Հողամասի մակերեսը եւ հուշարձանի պահպանության գոտին, այնուհետև պահպանության երկրորդ գոտին եւ կառուցապատման կարգավորման գոտին։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասել է, իրականում այս ինֆորմացիան այն է, ինչի մասին մենք շատ երկար ժամանակ խոսել ենք, սկսած ենթակառուցվածքների շերտից, հուշարձանների շերտից, ռիսկերի շերտից, գրունտի շերտից։ Այս բոլոր տվյալները աշխատանքային հիմք են ճարտարապետական գրասենյակների, ինստիտուտների համար, որոնք այս ինֆորմացիայի վրա կկարողանան իրականացնել հավելյալ աշխատանքներ։ Այս շերտերը պետք է մաքսիմալ արագ դարձնել հասանելի բոլոր այն շերտերը, որոնք տրամաբանական են, որ հանրայնացվեն եւ մինչեւ հաջորդ ամսվա 20-ը այս բոլոր շերտերը արդեն կհանրայնացնենք։ Ինչ վերաբերում է հուշարձաներին, մեր գործընկերների հետ պետք է աշխատանք շարունակենք, որպեսզի ոչ միայն շենքի ուրվագծով ֆիքսվի հուշարձանի գոտին, այլ նաեւ արվի այնպես, ինչպես որ մի քանի հուշարձանների դեպքում ամբողջական գոտին ենք սահմանել։ Կարծում եմ, սա նույնպես կարևոր աշխատանք է, նկատել է Ավինյանը։